Մայրաթոռը կաթողիկոսի դեմ վարչապետի արշավի մաս է համարում կառավարող քաղաքացիական պայմանագրի պատգամավորների օրենսդրական նոր նախաձեռնությունը, որի ընդունման դեպքում եկեղեցիները, վանքերը, անգամ մատուռները որևէ երրորդ անձի նվիրելու կամ վաճառելու համար պարտադիր կլինի կառավարության համաձայնությունը։ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրելյանի հեղինակած օրենքն անցած շաբաթ միայն իշխանական պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Մոտ մեկ ամսից նախագիծն արդեն վերջնական հաստատման համար կդրվի պատգամավորների սեղանին։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը տարակուսանքով է արձագանքում, թե ինչու է ընդհանրապես իշխանության ներսում այս գաղափարն առաջացել։ Երբևէ չկա նման փաստ, որ հայ առաքելական եկեղեցին սրբավայր կամ որևէ հուշարձան նվիրաբերած լինի կամ օտարած լինի։ Եվ նույնիսկ նման քննարկում երբևէ չի եղել եւ չի կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուր սրբավայր, յուրաքանչյուր եկեղեցի ունի մեկ նպատակ՝ ծառայելու մեր ժողովրդի հոգեվոր կարիքներին։ Օրենքի հեղինակը կասկածներ ունի, Թագուհի Ղազարյանը մամուլի հրապարակումներն է վկայակոչում, բայց դրանց վերաբերյալ քրեական գործեր չկան։ Կտրուչ Ներսիսյանը իր թորներին, օրինակ, եկեղեցու գույքից բնակարանը չհերկված, ընդ որում կարա հերքի եւ հոգեվոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին։ Կամ որ Մայրաթոռը Սուրբ Գեղարդից է մասունք նվիրել ռուսական եկեղեցուն, սակայն իր հեղինակած օրենքը չի տարածվում մասունքների, եկեղեցուն պահվող սրբապատկերների, իրերի, առավել եւս Էջմիածնին պատկանող բնակարանների վրա։ Դրան եթե գումարենք նաեւ այն խոսույթը վերջին 8 ամիսների, որ գեներացվում է իր քաղաքական այսպայն կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել Մայրաթոռի նստավայրը եւ Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի կարող բացառվել, որ օրինակ ինքը կարող է օրինակ տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ օրինակ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել։ Տեր Եսային նորից հակադարձում է, պատգամավորի ասածն ընդամենը հիմնազուրկ ենթադրություն է։ Ախր իրականում սա ուղղակի ամբողջովին անհեթեթություն է նման ձևակերպումները կամ նման եզրակացությունները։ Մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, որոշ քահանաներ իրենք են անհանգստացած, որ էլ չեն տնօրինի իրենց ծառայությանը հանձնված եկեղեցին։ Շաբաթավերջից դրությունը լարված է Ոսկե տափում։ Տեղի քահանան, որ օրերս միացել էր վարչապետ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա հրաժարվել իր իսկ հայտարարությունից, ահազանգում է, թե եկեղեցու բարերարն ու համայնքի ղեկավարը իրեն վերջնագիր են ներկայացրել, ազատել խորանն ու հանձնել տաճարի բանալիները։ Ասում է ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է, ասում հողը Մայրաթոռին է պատկանում, սեփականության իրավունքը։ Հետևաբար ինչը որ հողի վրա կառուցված է, ուրեմն եկեղեցումն է։ Ասում է չէ, եկեղեցու բանալիները պիտի հանձնես ինձ։ Մինչդեռ մեկ այլ դեպքով 3 ամիս է Մայրաթոռը մուտք չունի իր տնօրինման տակ գտնվող եկեղեցի։ Կարգալույց հռչակվելուց հետո Հովհանավանքի քահանան հրաժարվում է հեռանալ տաճարից, անգամ եկեղեցուց ստացած բնակարանը չի ազատում, իրավապահները չեն միջամտում։ Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ծանոթագիրի մեջ ներկայացված։ Չեմ ընդունում։ Նա պետք է հանձնեիք։ Բայց չենք հանձնում։ Թալինի եկեղեցում էլ Մայրաթոռը պարբերաբար չի կարողանում պատարակ մատուցել։ Էջմիածնի գործուղած հոգևորականից շուտ ոստիկանների թույլտվությամբ խորան է բարձրանում կարգալույց հռչակված քահանան։ Միայն կառավարության համաձայնությամբ եկեղեցիներն օտարելու նախագիծը խորհրդարանական ընդդիմության քննադատությանն է արժանացել։ Եկեղեցապաշտպանության եւ աստվածավախության ներքո դիմակի շղարշի տակ ընդամենը գրոյե եկեղեցուն է։ Նույն կերպ ես պիտի ասեմ, որ վաղը Երևանի պետական համալսարանի շենքը պիտի վաճառեք, ասենք թե հայ-թուրքական բարեկամությանը կամ հայ-ադրբեջանական բարեկամության սիրուն։ Կասկածի իրավունք է, որը ձեր խոսքից հետո ես էլ իրավունք ունեմ այդ մասին խոսելու։ Եթե դուք չունեք որևէ փաստ, Ասենք որ վաղը իմանանք Մատենադարանի տնօրենը մի հատ միջնադարյան մագաղաթից sense ծերից sense կտրել է ու նվերել է ինչ որ մեկին, չէ՞, ասի, էս ինչա կատարվում։ Հիմա տեղի ունեցել մի խայտարակ բան, ուզում են կանխենք։ Ճիշտ է, այս նախագիծը չի բանանում, չի կարգավորում մասունքների մասը, բայց կանխենք որ որևէ հուշարձան Կտրուչ Ներսյանը հանկարծ մեկին չնվիրի, օրինակ չնվիրի Հայաստան դաշինքին որպես նախընտրական շտաբ, որտեղ դες դեպք եղել է Մայրաթոռում, Մայրաթոռի շենքերից մեկում փակցված է եղել Հայաստան դաշինքի լոգոն։
Ըստ նոր օրենքի գործադիրը 2 ամսում քննելով եկեղեցին օտարելու դիմումը կարող է եւ մերժել այն, պատճառաբանելով, որ օրինակ կա տաճարը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հանրության շահերին դեմ են։ Թե մասնավորապես ինչ է սա նշանակում, օրենքի հեղինակները չեն մանրամասնել, թողնելով, որ հետագայում կառավարությունը սահմանի այդ կարգը։ Մայրաթորի շուրջ 900 գույքից մոտ 360-ն են եկեղեցի։